Արարատ բանկն ու Ուրարտու ֆուտբոլային ակումբը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Բանկի վարչության նախագահն ու գործադիր տնօրենը ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի հետ ստորագրում են համագործակցության հուշագիր։ Այսպիսով Արարատ բանկը դառնում է թիմի տիտղոսային հովանավորը։ Համագործակցությունը նոր էջ է բացում բանկի եւ Ուրարտու ֆուտբոլային ակումբի պատմության մեջ, վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Շատ մեծ եւ շնորհակալ աշխատանք է կատարվել Ուրարտու ակումբի կողմից։ Մենք ընդհանրապես փորձում ենք մեր նպատակները, մեր ցանկությունները, հաղթանակներին միտված մեր բոլոր ջանքերը մեկտեղել եւ ունենալ հաջողություններ։ Ընդհանրապես մեր երկիրը, մեր հասարակությունը թիմային հաղթանակներ տանելու մեծ խնդիր ունի եւ կարծում ենք օգտվելով Ուրարտու ֆուտբոլային ակումբի արդեն պատմությունից, նրանց կողմից արդեն ձևավորված ավանդույթների հզորությունից մենք բոլորս պետք է միանանք նման նախաձեռնությունների շուրջ։ Ուրարտու ֆուտբոլային ակումբը Հայաստանի կրկնակի չեմպիոն է եւ քառակի գավաթակիր։ Հիշենք 2022-23 մրցաշրջանում թիմը պատմական նվաճում ունեցավ, ձևակերպելով ոսկե դուբլ։ Հաղթեցին երկու հիմնական ազգային տիտղոսները։ Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում, ինչպես նաեւ ներկայացնել մեր երկիրը եվրոպական ասպարեզում, կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստների եւ ակումբի համար Արարատ բանկի հետ այս գործակցությունն ըստ Դավիթ Շահբագյանի կարևոր նշանակություն կունենա։ Ուրարտու ֆուտբոլային ակումբը նույն գաղափարներն է դավանում, այն գաղափարները, որոնք դավանում են նաեւ Արարատ բանկը։ Մեզ համար դա շատ մոտիկ ու հոգեարազատ է։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց իսկ դրանում է կայանում։ Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը Ուրարտուն կունենա Fastex Premier League-ի շրջանակում Արարատ Armenia թիմի հետ։ Այդ խաղին թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով Արարատ բանկի տարբերանշանով, մինչև այդ գործընկերների խորհրդանշական խաղն է, առաջին համատեղ հարվածը։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։